Կյանքի դպրոցը Հուզական կրթության նպատակն ու օգուտը Մեր հասարակությունը կարծում է, որ հուզական կրթությունը կարող է լինել կամ ավելորդ կամ ըստ էության անուսուցանելի Մի բան, որ բանականությունից դուրս է և թողնված է անհատական բնազդին Մեզ բնում է գտնել մեր սեփական ուղին ճիշտ կողմնորոշվելով մեր բարդ մտքերի հորձանուտում Քայլ, որը նույնքան իմաստուն է, որքան յուրաքանչյուր սերնդին ֆիզիկայի օրենքներն ինքնուրույն վերաբացահայտելու հնարավորություն ընձեռելը Բայց կյանքի դպրոցը կարծում է, որ ինքնիրացման ճանապարհը սկսվում է ինքնաճանաչումից, հուզական բանականությունից Հուզական առումով խելացի անձը ընդունակ է վերլուծելու և հաղորդակցվելու, հաշվի առնելու դիմացինի տրամադրությունը, համբերություն և երևակայություն ցուցաբերելու շրջապատի հանդեպ Հուզական առումով խելացի անձը գիտի հուսալ և շնորհակալ լինել Միաժամանակ մնալով տոկուն, գոյության, ըստ էության ողբերգականության առաջ Հուզական առումով խելացի մարդը ձգտում է հասկանալու սեփական թերությունները Չեն կարող միշտ խելամիտ որոշումներ կայացվել, որոնք կլուծեն բոլոր խնդիրները Լավագույն բանը, որին կարող ենք ձգտել, մխիթարությունն է Հավատալ մխիթարությանը նշանակում է հրաժարվել բուժումից Դա նշանակում է ընդունել, որ կյանքն ավելի շուտ առողջարան է, քան հիվանդանոց Բայց մենք կուզեինք այն դարձնել հնարավորինս հարմարավետ, հետաքրքիր և բարի Կյանքի դպրոցը հավատացած է, որ մենք կարող ենք ժամանակին և համակարգված սովորել այն, ինչը հակառակ դեպքում կարող ենք ձեռք բերել միայն շատ տասնամյակների սայթաքումների արդյունքում Կյանքի դպրոցը մեզ սովորեցնում է ավելի լավ ապրել մեր եսի, մյուսների, մեր հարաբերությունների, մեր աշխատանքի և մեր մշակույթի ավելի խոր ընկալման միջոցով Եթե մենք որպես հասարակություն կյանքի կամահաճույքին ենք թողել այն, ինչ կարևոր է իմանալ Եթե մենք հրաժարվել ենք պարբերաբար իմաստություն փոխանցելու հնարավորությունից, ապա կյանքի դպրոցը մեզ համար ժամանակ խնայելու մի համեստ փորձ է